լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ 285N օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը հիմնական զեկուցողը ֆինանսների նախարար պարոն Հովհաննիսյանն է եւ ուզում եմ տեղեկացնել հարգելի գործընկերներ, որ սա այն նախագիծն է, որը բավականին երկար ժամանակ քննարկվում էր, որի հետ կապված լսումներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել եւ որով նախատեսում էր գործունեության մի շարք տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ավելացված արժեքի հարկի դաշտ եւ մենք ինչպես խոստացել ենք այդտեղ որոշակի փոփոխություններ այդ քննարկումներից հետո պիտի անենք առաջին երկրորդ ընթերցում, պարոն Հովհաննիսյանին կխնդրենք ներկայացնել, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն պարոն Թունյան։ Երկու հիմնական փոփոխություններ են նախատեսվում այս նախագծով։ Առաջինը առաջարկում է 2025 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից եւ շրջանառության հարկով հարկման համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով նախատեսված միայն հետևյալ գործունեության տեսակները։ Դա իրավաբանական գործունեությունն է, հաշվապահական գործունեությունն է, գլխամասային գրասենյակների գործունեությունն է, կառավարման հարցերով խորհրդատվությունը, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, աշխատուժով ապահովման այլ գործունեությունը։ Բացի այդ, առաջարկում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։ Սա վերջինը, այո, սա տեխնիկական փոփոխություն է, որովհետև նախկինում այս դասակարգչի մեջ, որի մեջ մտնում էր այս գործունեության տեսակը դուրս էր եկել միկրո ձեռնարկատիրության համակարգից, ուղղակի քանի որ սա դուրս է եկել այդ դասակարգչից, հիմա առանձին ոնց որ նախկինում է արգելված է եղել, էլի, ոչ մի նորություն չկա այստեղ, եւ երկրորդ հիմնական փոփոխությունը դա հաշվի առնելով այն, որ 2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանական գործունեության հարկումը բացառապես հարկման ընդհանուր համակարգում իրականացնելու սահմանափակումը որոշակի մտահոգություններ է առաջացրել փաստաբանական գործունեություն իրականացնող հարկվճարողների մոտ, կապված օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների ԱԱՀ-ով հարկման հետ, նախագծով առաջարկում է սահմանել, որ փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից անվճար իրավաբանական ծառայություններ մատուցման դեպքում հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատուկ կարգավորումը կիրառելի է որոշակի բացառություններով։ Մասնավորապես առաջարկում է սահմանել, որ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները չեն կիրառվում փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների հարկման բազայի նկատմամբ, եթե այդ ծառայությունների նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործակների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5%-ը։ Այո, ընդ որում այստեղ եթե 5%-ից ավելին կլինի, միայն այդ 5%-ը գերազանցող մասով կկիրառվի։ Մյուս մասով կան որոշակի իրավաբանական տեխնիկայի հետ կապված փոփոխություններ, որը եթե կարիք կա, կարող եմ խնդրել պարոն Ալավերդյանին մատչելի բացատրել։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, ես էլ երկու բառ ասեմ, քանի որ այս նախագիծը շատ է քննարկվել, դեռ շարունակում է քննարկվել ու ըստեյության կքննարկվի ու զարմանալիորեն մեր ընդդիմադիր գործընկերները այս նախագծի քննարկման ժամանակ ներկա չեն, որովհետև սա ես համոզված եմ լիագումար նիստերի դահլիճում հետո էլի քննարկման առարկա է դառնալու։ Ես ուզում եմ հիմնական շեշտադրումները եւս մեկ անգամ ընդգծեմ, նախ առաջինը ի սկզբանե նախատեսվում էր, որ
գրեթե բոլոր մասնագիտական ծառայությունները պետք է տեղափոխվեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Հետո մենք ասացինք, որ այդ տարբերակից ձեռն պահենք մնում եւ հնարավոր է ուրիշ տարբերակ գործարկենք, այսինքն իրենք մնան շրջանառության հարկի դաշտում, բայց փոխարենը իրենցից ծառայություններ գնող իրավաբանական անձինք չկարողանան ծախսագրել իրենցից ձեռքբերումները, բայց որոշել ենք, որ այս փուլում ընդհանրապես մասնագիտական ծառայություններին ձեռք չենք տալիս եւ իրենք ինչպես աշխատում են, այնպես էլ շարունակելու են աշխատել։ Բացառությամբ մի քանի տեսակների, որոնք պարոն Հովհաննիսյանը նշեց, որովհետեւ այդտեղ բացի հաշվապահական եւ փաստաբանական ծառայություններից որոշ սողանցքներ կարող են լինել, որոնք պետք է օրենքով փակել։ Այս ինչի եմ նշում, որովհետեւ մենք մի քանի օր առաջ ստացել ենք նաեւ հանրագիր եւ այդ հանրագրում, քանի որտեղ նշված էր դասակարգիչները, որոնք են գնալու ավելացված արժեքի հարկի դաշտ, ինչ որ հարցեր էին առաջացնում, ուզում եմ ասել, որ այդ հարցը հիմա ընդհանրապես փակվեց։ Խոսքը վերաբերվել է, վերջում կխնդրեմ պարոն Հովհաննիսյանը մի հատ էլ այդ մասերը եւս մեկ անգամ նշի, մի քանի ծառայությունների տեսակներին։ Երկրորդ կարևոր փոփոխությունը փաստաբանական ծառայությունների մասին է։ Կհիշեք, որ փաստաբանական համայնքը ամենաշատ դժգոհողներից էր այս ոլորտի եւ իրենք ակնկալում էին, որ իրենց համար ավելացված արժեքի հարկի դաշտ գնալը հետաձգվի, որպես նաեւ փաստարկ վերում էին, որ իրենք մատուցում են անվճար ծառայություններ, որոնք պիտի հարկվեն, ինչը սխալ է։ Փաստացի այս նախագծով փոփոխությամբ հիմա իրենց 5%-ի չափով անվճար ծառայություններ մատուցելու քվոտա է տրվում։ Հաշվապահների մասով նույնպես քննարկումներ ունեցել ենք, ելի առաջարկ կար, որպեսզի հաշվապահական ծառայություններն էլ ոչ թե հուլիսի 1-ից տեղափոխվեն ավելացված արժեքի հարկի դաշտ, այլ հունվարի 1-ից, բայց այդ առաջարկը երկար քննարկումներից հետո նպատակահարմար չի գտնվել, հատկապես որ եթե խոսքը վերաբերվում է այդ վարչարարության դժվարություններին, հաշվապահների անմիջական գործը հենց առնչվում է հաշվետվություններ կազմելուն, այնպես որ կարծում եմ այդ առումով